դուք ինձ ասում եք, չէ, տես մի ասա, որ Ես բան չեմ ասում, ես ասում ասեք այն ինչ որ կա։ Ես էլ ասել եմ, այն ինչ որ կա, Եկել անունը հարսանիք լեռներում չեք դրել։ Տես բան գոյություն չունի։ Այդ մեր երևակայությունն է վառ։ Այո, ձեզ հեքիաթ եմ պատմել, դուք էլ հավատացեք։ Մեզ այլ ընտրանք չունեինք, եթե չլուծվեր Շուշի խնդիրը, բայց Ղարաբաղը ընդհանրապես այդ օղակից չէր կարող դուրս գալ եւ ժողովուրդը չէր կարող փրկվել անգամ Բաքուի եւ շրջափակման մեջ էր Շուշին դայց այն ճանապարհն էր, որը Հայաստանի հետ կապում էր եւ դա մենք այլ ընտրանք չունեինք։ Հենց դա էր, որ մեզ պարտադրվեց մշակել օպերացիա Սերժ Սարգսյանը եւ Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնք այն ժամանակ ղեկավարում էին ընդհանուր բանակը, Ղարաբաղի հետ կազմավորումները, մշակվել էր օպերացիա Շուշի ազատագրման համար։ Ես առանց իրավունքի պետք է գերագույն խորհուրդը որոշեր իմ ղեկավարությունը, ով պետք է որոշեր, ես չհասկացա, որ որոշեց, բայց սենց հրամանի պես որոշեց Սերժ Սարգսյանը։